Նոյեմբերի 9-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Թադեի ձեռամբ մատուցած պատարագին մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց հանրությանը տեղեկացնել, որ հաջորդ կիրակի նոյեմբերի 16-ին մասնակցելու է Վայոց ձորի Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթեոսյանի ձեռամբ մատուցվելիք պատարագին։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է պատարագների մասնակցել միայն այն եկեղեցիներում, որտեղի կարգված քահանան կամ այլևս կարգալույծ է, կամ շեղվել է Մայրաթոռի կանոնադրությունից, կամ էլ ինչպես Տեր Հովհաննեսի մասին են ասում, թունդ նիկոլական է։ Իդեպ, Տեր Հովհաննես քահանա Մաթեոսյանը Տեր Թադեի վաղեմի ընկերներից է, դեռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներից։ Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայությունը սկսել է հենց Մայրաթոռից որպես լուսարար։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության է կարգվել արդեն որպես գնդերեց։ Ինչպես է պատրաստվում ընդունել Տեր Հովհաննես քահանա Նիկոլ Փաշինյանին, փորձեցինք իմանալ հենց քահանայից, սակայն նա հայտնեց, որ արարողության է, չի կարող պատասխանել մեր հարցերին ու խնդրեց զանգահարել միայն երկուշաբթի։ Տեր Հովհաննեսը ինչպես է պատրաստվում կիրակնօրյա պատարագին, ինչպես է այն մատուցելու, արդյոք պատարագին իր աղոթքներում հիշելու է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, ում մերժում է Նիկոլ Փաշինյանը, պարզ կլինի այս կիրակի պատարագի ավարտից հետո։